Ողջույն բարեկամներ, եկել եմ ասեմ, որ լավ է լինելու։ Պաոլո Կոելյոյի խոսքերով ասած, վերջում անպայման լավ է լինելու։ Եթե դեռ լավ չի, ուրեմն վերջը չի։ Մի փոքրիկ տեսանյութ եմ ձեզ ուզում ցույց տալ։ Այս ժժժացողը Ելենա Չաուշեսկուն է։ Իր մտքով անգամ չէր կարող անցնել, որ իր հավատարիմ գեներալները իրան կալանավորելու են։ Արագացած կարգով դատավարություն իրականացնեն եւ քանի ժողովուրդը չի հասել իրենց, գնդակահարեն, նկարահանեն ու տանեն ցույց տան գազազած ժողովրդին։ Ինչպես պատահեց սա։ Չէ՞ որ Նիկոլ Չաուշեսկուն էր այնքան վստահ էր, որ ամեն ինչ իր ձեռքում է։ Ժողովուրդը խոնար ծառայում էր, խոնար։ Հարմարվել էր, որ ասենք ձմեռը պետքա տներում ցուրտ լինի, մոտ 10 աստիճան, պատկերացնում եք, քանի որ ինքը սովետական երկիր էր, այսինքն կառուցվածքը կապիտալիստական չէր։ Հա, պետությունն էր որոշում, ինչքան պետքա լինի տներում աստիճանը։ 10 աստիճան։ Իսկ լույս պետքա վառվել ընդամենը 1 լամպ, շատ թույլ, շատ խավար։ Հա, ափսոս էր հոսանքը, որովհետև հոսանքը վաճառում էր արտասահման։ Ինքը վստահ էր, որ ամեն ինչ կոնտրոլի տակ է, գեներալներն իրենցն են, փողերը իրենցն են, իշխանություններն իրենցն են, ամբողջ իշխանությունը իրենցն է։ Ելենան է Նիկոլի կինը։ Այնքան վստահ էր իր իշխանության վրա, որ այնքան էլ այլանդակվել, որ ինքը գնում էր արտասահմանյան, ասենք, այցելությունների, որ երկիր գնում էր, ինքն էր ասում, այդ երկրի, չգիտեմ, նախագահը, շեյխը, ինչ իրան պետքա նվիրի։ Կարծեմ մի անգամ Կատարի շեյխից իր յախտան էր ուզել։ Յախտա էր ուզել նվիրել։ Ասենք այդ աստիճան բալանսը կորսրած, լկտիացած երևույթ, ու ինքը չի հասկանում, որ հիմա իրեն կալանավորում են, որովհետև ընդամենը 2 ժամ առաջ ինքը հրաման էր տվել կրակել ժողովրդի վրա ու ինքը փախավ, նստեց ինքնաթիռ իր որ հեռու մնա։ Նիկոլը մտնում է բունկեր, սրանք ինքնաթիռով ուզում էին փախնեին։ Եվ ոնց է լինում, օդի մեջ ուղղաթիռը քշողը հրաման է ստանում իջացնել ուղղաթիռը։ Իջացնում են ուղղաթիռը, սրանց նստացնում են 2 ամուսիններին։ Մեքենաներ, սրանք իմանում են իրենց փախցնում են ուրիշ ձև, բայց չէ, տանում են հենց իրա սնած, իրա կերակրած գեներալները, տանում են այստեղ, դատում են, գնդակահարում են, կազերներ ցույց են տալիս գազազած ժողովրդին, որ հանգստանա։ Ոնց էր հնարավոր դա, որովհետև Չաուշեսկուն այնքան էր լկստվել, այնքան էր կորցրել սահմանները, որ հսկայական գումարներ էր պարտք արևմուտքին, ոնց որ Հայաստանը, էլ պարտքով փող չէին տալիս։ Իսկ երբ որ գնաց ստալինիստ Նիկոլը, արդեն Գորբաչովն էր Մոսկվայում, գնաց որ եղբայրական Ադրբեջանից, ավելի ճիշտ սովետական միությունից պարտքով փող ուզի, Գորբաչովն ասեց, գիտես, պետքա փոխես քո մոտեցումները, քո երկրում ինչ որ կատարում, սովետական միությունում պերեստրոյկա էր, նա մատը թափտվեց վրան ու գնաց, փող չկա, լույս չկա, ուտելիք չկա, ոչ մի բան չկա։ Եվ ժողովուրդը ապստամբեց, եւ վերջում Չաուշեսկու ամուսիններին գնդակահարեցին պատիտակ։ Ինչ եմ ասում վերջում լավ լինելու, եթե դեռ լավ չի, վերջի չի, որովհետև ցանկացած նման Չաուշեսկու ճակատագիրը նույնն է լինում։ Ու այս Նիկոլ Փաշինյան Չաուշեսկու կամ Աննա համատեղության կարգով Ելենա Չաուշեսկու ճակատագիրը չեն կարող տարբեր լինել։ Չեն կարող, որովհետև ուղիղ
մեկը մեկին կրկնվում է պատմությունը։ Իսկ պատմությունը ոնց որ ճշգրիտ գիտություն լինի, երբեք չի սխալվում։ Գիտեք, ճշգրիտ գիտությունը նրանով է ինքը ճշգրիտ, որ ինքը չի սխալվում։ Եվ պատմությունը նույնպես, որ նայում ես օրինաչափություններին, հասկանում ես, որ սխալվելու շանս չկա ուղղակի։ Կարող է ժամկետների տարբերություն լինի, բայց սխալվելու շանս չկա, որովհետև եթե լիներ, այս երկիր մոլորակը գոյություն չէր ունենում։ Եվ այսպես, մինչ հայ ժողովուրդը երևի Աննան հոտն առել է, որ կարող է sense բան լինի, որոշել է փախնի Չինաստան երկամյա մագիստրոսական ծրագրով ուսանելու։ Այո։ Փախչելը նորաձև է։ Կարծեց Աննա Հակոբյանը եւ որոշեց փախնի Հայաստանից։ Աննա Հակոբյան։ Այսօրվա տեխնոլոգիաների դարում, այսօրվա կամքի քաղաքական փոփոխությունների դարում երկիր մոլորակի վրա ոչ միտեղ հնարավոր չի փախնել։ Ես օրինակ բերեմ, քանի որ դուք տգետ եք, զույգերով, չեմ ասում ամուսիններով, որտեղ դուք ամուսիններ չեք։ Դուք եք պիղծ, դուք չամուսնացած երեխեք ունեք։ Մի խոսքով, քանի որ դուք տգետ եք զույգերով, ես պետք է ասեմ, երբ որ Իսրայել պետությունը ստեղծվեց, Իսրայել պետության նկատմամբ ով հանցագործություն էր կատարել, հատ աշխարհի բոլոր տեղերից պինցետով գտան, բերեցին, դատեցին Իսրայելում եւ գնդակալեցին։ Եթե չկարողացան տեղափոխել, որտեղ գողանում էին, դեռ երկրներ կան, որոնց չէր կարող մարդ առևանգել, իրենք գողանում էին։ Որտեղ էլ որ հասկանում են չեն կարող, բազմաթիվ դեպքեր եղան Անգլիայում, Չիլիում, գնդակահարեցին տեղում։ Այսինքն կամքի հարց է։ Երբ որ երկիրը կամք է ունենում, երբ որ ունենում է իրոք իրական արտաքին հետախուզություն, այսօրվա տեխնոլոգիաների դարում աշխարհում ինչ որ միտեղ բախկվելը, ուզում է Չինաստանը լինի դա, ուզում է Չինաստանի ամենախուլ գյուղերը լինի, քեզ գտնել ու բերելը մեկ անգամ մեկ է լինել։ Ունեցած որ բոլորս հասկանում ենք, որ երկուամյա մագիստրոցի ծրագիր դա քուչիկա, մագիստրոսի համար, գիտեք, մագիստրոս դու պատկերացնում եք ասֆալտի վրա, ասենք ծառատճի, ծառ, չեմ ասում, դնես, սերմա, խնամես տակից մի հատ բանանի, խոտ ուզկա։ Սես ծառը վերցնես նես արմատի վրա, չի։ Հիմա քո համար դա մագիստրոսի կրթությունն է։ Այսպես դրա համար ինչ որ ճանապարհ է պետք անցնել մագիստրոսի համար։ Քո անցած ճանապարհը հայերեն գրել կարդալուն չի երիկում։ Հենը Չինաստան, մենք բոլորը շատ լավ հասկանում ենք, եթե կարծում ես փախչելով կփրկես քեզ, փախի։ Իսկ մենք խոսք ենք տալի անպայման գտնել ու քեզ վերադարձնել։ Եվ այսպես մենք միջև զբաղված ենք այս ավանտյուրը, որ նախաձեռնել է Փաշինյան Նիկոլը, այսպիսի նորություն է տարածվում, որ Հաջիևն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը ըստ նախագծի հակառակորդին է հանձնվելու եւս 170 քառակուսի կիլոմետր եւ միանգամից Մեհեր Գրիգորյանի գրասենյակը փաստորեն դավաճան ռուսական գործակալը գրասենյակ ունի։ Հայտարարում է, որ հրապարակում հունիսի 10-ին հրապարակված Հաջիևը այսօր բացը տեղեկությունը մի խոսքով սուտ է եւ չի անպատասխանում իրականությանը։ Սահմանազատության գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանագծման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ աշխատանքների շրջանակում։ Ես էլ հիմա քեզ կասեմ, sense Մեհեր Գրիգորյան, փաթաթում ես այդ սահմանազատման հանձնաժողովի լիազորությունները լավ փաթաթում ես մեծ փայտի վրա եւ պինպայ ես քեզ ականջիդ կասեմ այդ ինչ անես այդ հանձնաժողովը իր լիազորություններով։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության սահմանները գծվում են Հայաստանի սահմանադրությամբ։ Եղավ։ Ու անկախ ամեն ինչից ինչ է գծել, ոնց է պայմանավորվել, ինչ է գծալու ես ընթացքում, Մեհեր Գրիգորյան, դու հասկանում ես, չէ՞, որ դու մահվան դատավճիռը պապկեն, դու հերիտ տակ դրած, ապրում ես դու։ Էական չի սա կանեք թե չկանեք, դու արդեն Փաշինյան Նիկոլի հետ միասին
Այս հոդվածները սենց սիրուն տպած կողքի, պապկի մեջ, թևի տակ դրած, ման ես գալի։ Գիշերներ դնում բարձի տակ քնում ես։ Դու ուր ես փախնելու։ Այդ հանձնաժողովի Նիկոլի տված լիազորություններով ասում եմ կփաթաթես մի հատ հաստ փայտի վրա, պահի ես քեզ կասեմ ինչ ես անդել։ Եղավ։ Անցնենք առաջ։ Ճանաչում եք երևի սրան։ Բայց լսենք ինչ ասում։ Ժողովուրդ ազատվի Գարեգին Բ. կաթողիկոսից շատ մարդիկ վախենում են միանալ շարժմանը, նույնիսկ հոգևորականներ, դուխ տվեք նրանց։ Ավելացնեմ նաև, որ լրատվամիջոցներին Գարեգին Բ-ն թույլ չի տալիս լուսաբանել։ Սիրելի հայրենակիցներ, այս թեմաների վերաբերյալ ես իմ տեսակետը հայտնել եմ արդեն եւ անկեղծ ասած իմ տեսակետը չի փոխվել։ Ես կարծում եմ, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են եւ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին։ Ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ շարունակում եմ հետևել այս դիրքորոշմանը եւ համոզված եմ դրանում, որ մի խոսքով, սա Չուրախանակ, սա 2018 թվականի ձայնագրությունն է։ Այս շրջանում, այո, պետությունն ու եկեղեցին անջատ էին։ Այս շրջանում, այո, ժողովրդին էր պատկանում իշխանությունը։ Այս շրջանում, այո, Արցախը Հայաստանն էր։ Այնքան բան կար այդ շրջանում։ Բայց դուք հասկացաք ինչ եղավ հետո։ Եվ այս շրջանում, այո, Փաշինյան Նիկոլը արդեն որոշել էր, որ Արցախը պետք է լինի Ադրբեջան, բայց մոռացել էր մեր ասել։ Եվ ինչպես մնացած բոլոր հարցերը անցան տարիներ եւ միանգամից նույն Փաշինյան Նիկոլը որոշել է, որ հանձնաժողովներ պետք է ստեղծի, ոնց է ինքը ասում, համակարգող խումբ, որի անդամ կարող են լինել թե տղամարդիկ, թե կանայք, թե աշխարհիկ մարդիկ, թե հոգևորականներ, բայց նախորդ վերևում գրում էր, որ անպայման դրանք պետք է լինեն, գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացված Աստվածաշունչը, վերջին 5 տարում պահպանած ամեն օր աղոթողներ, բայց անցնում է հետո, քանի որ ինքը մոռացել է ինչ պետք է, ինչ ա գրել։ Դեք եմ գնում որ այս նոր կազմակերպող, այս համակարգող խումբը 10 անդամի, որը պետք է ինքը նշանակի, որոնք պետք է մտնեն ու գրավեն Բեհարանը, կազմակերպեն այդ շարժումը, ինքը պետք է ընտրի։ Մի խոսքով մարդը սկսել է process արդեն, email հասցեր է տալիս, ես ամասին առանձին հարցում այսօրվա արել եմ ցերեկ, ես շատ չեմ ուզում անանալ սրա վրա, բայց ես ուզում եմ ձեզ մի բան ասել, հարգելի ունկնդրողներ, ես այս տեքստը այդ հարցումից հետո մի հատ էլ որ կարդացի, ասի մոտարապես հարցնեմ, հասկանամ ովքեր են գրել, քանի հոգի է աշխատել, ինչքան ժամանակ է տալել սրա վրա, որտեղ են շեշտադրումները, երկու բան եմ ուզում ձեր հետ կիսվեմ, մեկն արդեն ասեցի, որ ի սկզբանե դրեցին իբր հավատացյալները պետք է ղեկավարեն այս շարժումը ու միանգամից անցան, որ աշխարհիկ մարդիկ անհավատները, որ նույնիսկ չեն հավատում, կարող են, որովհետև հասկանում են, որ ռեսուրս չունեն։ Իսկ այսօրվա ցերեկվային հաղորդումը, որ կյանքի խոսքի գրասենյակներից մեկում պատրաստում են ինչ որ հրազդանում նման բան է պատրաստում, եղել է հաղորդագրություն հերքում, կյանքի խոսքի ղեկավարի կողմից, ես միանգամից էլ ասեմ, որ չմոռանամ։ Այսա եղել է հերքում, որ նման բան չկա, իրենք դրա մեջ խառնված չեն եւ այլն։ Սա ես ուղղակի ձեզ տեղեկացնում եմ, որ նման հերքող հայտարարություն է եղել, թե իրականում ինչա ես չգիտեմ։ Կա նորություն, որ իրանք խառնված են, այս շարժման առաջնորդը ասում է մենք խառնված չենք։ Կապրենք, կտեսնենք։ Վերադառնանք այս հայտարարությանը։ Այս հայտարարությունը հասկանում եք, չէ՞, որ էմոցիոնալ ֆոնի տակ գրած հայտարարություն չի։ Դա շատ մանրամասն, ու սա Նիկոլի գրածն չի, բացարձակապես, Նիկոլ ուղղակի ասել է ինքը ինչ է ուզում։ Բայց առնվազն մի քանի հոգի, նստել են ու փորձել են ինչ որ ձև համակարգել, ասիկան ուր պետք է ուղարկեն բաները, դիմումները, ինչա պետք, ոնց է լինելու կառուցվածքը, այդ համակարգողներին ով է ընտրում, ինչ սկզբունքներով է ընտրում, այսինքն սա երկար մտածված, չեմ ասի տարիներ,
Բայց սա առնվազն գոնե մեկ շաբաթ կամ մի քիչ ավել մտածված, քննարկված, գրած ջնջած հայտարարություն է։ Այսինքն ուզում եմ ասել, որ այն ինչ որ կատարվում է փողոցներում, այն ինչ որ կատարվում է մեդիաներում, այս հարձակումը հայ ժողովրդի վրա մարդկանց բախումների պալանավորող այս հանցախումբը սա պատրաստվել է բավականին դրջորեն ու պետք չի sense մատերի արանքով նայել իբր Նիկոլ Փաշինյանի հերթական զառանցանքն է, որի տակ ոչինչ բան չկա։ Այո, ինքը զառանցանք է, այո, ինքը թվում է աբսուրդային, հա։ Ինչ ասում, հասկանում եմ, որ համակարգող խմբի անդամության վերը նշված չափանիշների մի մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց շփումներում, այսինքն դու գալիս ես, քեզ բան եք անում, հա, շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով։ Այդ բանն է, Աստծո օգնությամբ դու հոգու աչքերն էլ երևի բանն է, ԱԱԾ-ն է իր, էլի։ Որ պետք է զննի տենա այս կողմից նայ, անցյալը նայ, դա համապատասխանում է, իրենց ուզած տեխնացությանը թե չէ։ Դա կոչվում է զրույց, հարցազրույց, որտեղ իհարկե որոշումը կայացվում է Աստծո օգնությամբ եւ հոգու աչքով նայելով իհարկե։ Սա իրան եմ ցիտում։ Մի խոսքով ասում եմ, որ դուք բավականին լուրջ վերաբերվեք այս նախաձեռնությանը։ Նախաձեռնություն չի, սա պատերազմի նախապատրաստությունը հայ ժողովրդի դեմ։ Մինչ Նիկոլ Փաշինյանը պատերազմի նախաձեռնության հանդես գալիս, ես այդ ժամանակ մտածեցի, որ պետք է հասկանալ պոտենցիալ սրա ռեսուրսը, որքան է։ Եվ մի անգամից ես հիմա դրեցի հարցահույս։ Գիտեք, որպես բանը սիրում եմ անել, տեղում։ Եվ այսպես, պարզ հարց, պարզ պատասխան։ Ինչի առաջնային կարիք ունի հայ ժողովուրդը։ Վայ, ունի ինչ եմ գրել, տեսեք շտապելու։ Ինչի առաջնային կարիք ու եմ գրել մենը։ Հայ ժողովուրդը, մի խոսքով, մարդիկ հասկացել են ինչա, հիմա նայենք արդյունքները։ Պետք է ասեմ, ինչն է հետաքրքիր, որ երբ որ դու հարցախույսը դնում ես, նույնիսկ մեկ տառ չես կարող փոխել, ինքը դառնում է PDF։ Չես կարող նույնիսկ հիմա ես եթե ունի ուզենամ փոփոխեմ, չեմ կարող, որը նշանակում է ոչ մի հարցախույզի բան տվյալ հնարավոր չի կեղծել։ Եվ այսպես, նա թարմացնեմ, տեսնեմ քանի հոգի են մասնակցել, որտեղ սա բաղուցված թիվ է։ 5700 մասնակից, բավականին սոլիդ թիվ է մի քանի ժամվա մեջ։ Նոր կաթողիկոսի առաջնայնությունը տեսնում է ընդամենը 16%, նոր վարչապետի առաջնայնությունը տեսնում է 84%, այսինքն մեր 5700 քվեարկածների, ես վստահ եմ վաղ այս թիվը 10,000-ը կանցնի։ Ես նույնիսկ չեմ էլ տարածել սա Facebook-ում, իմ մոտ էլ տարածած չի, ինչելուց լավ հիշեցի, հիմա կարող եմ տարածել։ Մի խոսքով, այսպես տարածում ենք ու գնում ենք 16%-ի համար ընդամենը, խնդրեմ, տարածվեց, 16%-ի համար ընդամենը ակտուալ եւ առաջնային ինչ որ առաջարկում է Փաշինյան Նիկոլը։ Հիմա հարց, այդ 16%-ով զուտ ո՞նց է դա իրականացնելու։ Չէ՞ որ հանակ մասխալություն չի, իշխանության լինել չլինելու հարցն է ինքը դրել սեղանի վրա։ Դա բոլորս լավ հասկանում են։ Այս մարդուն այն հաղթանակ էր պետք, իրան թվում էր իր մետաստազերով կարող է խեղդի հերթական, ասենք թույլ օղակին։ Ոնց որ իր արտախորհրդարական ընդդիմությանն է, պինգ-պոնգի նման, որ կողմ ուզում ասած տշվում է, մտածես նույն ձևի կարողանի ինչու՞ չէ նաև եկեղեցու հետ, որովհետև նույնքան խոցելի են իրենց անցյալով, ներկայով, իրենց հեղինակությունով։ Բայց այստեղ ես էլ ասեցի, չէ՞ որ հայ ժողովուրդը իներցիայի մեռած ժողովուրդ է։ Նա եթե մի բան սիրում է, մի բան ընդունում է, նույնիսկ եթե ես բերում ես ցույց ես տալի, որ ես այդքան լավը չի, իր մոտ տաղդիներ է տևում, ինչեւ դա վերանայի։ Այսինքն ես մեծ ցնցումներ պետք է լինի, որ ինքը սկսի վերանայել։ Ես օրինակը բերել էի Չակերտավոր հայ ռուսական բարեկամության վրա, որ ինչքան տարի պետք եղավ եւ ինչքան կոտորածներ ու զոհեր, որ ժողովուրդը սկսի հասկանալ, որ ռուսը հայի բարեկամ չի եղել ու չի կարող լինել։ Բայց փառք Աստծո, բանի եկեղեցու պարագայում մենք դա չունենք։ Մենք ուղղակի դա չունենք այդ
կործանադար հետևանքները եկեղեցու։ Այո, հանցավոր լրություն ունեին։ Երբեմն հանցավոր համագործակցություն իշխանությունների հետ ունեին։ Բայց ժողովրդի համար դա այն մեղքը չի, որ ինքն ասի համեմատության մեջ իհարկե, համեմատության մեջ ասի, չէ, ուզում են կաթողիկոսին փոխենք, իշխանությունը պահենք։ Փաշինյան Նիկոլ, դու ստեղ ունես ընդամենը 16% աջակցություն, այս հարցվածների մեջ բոլորը թիվը 5700 հոգու մեջ գալիս է 1000 հոգի։ Ես միշտ ասել եմ, եթե նույնիսկ վաղը 50,000 հոգի էլ մասնակցի այս քվեարկություններին, Նիկոլի կողմ քվեարկողների թիվը 1000 է, ինտերնետ դաշտում։ Դրա մեջ մտնում են իր բոլոր ֆեյքերը, վարձկանները եւ թուրքերը։ Ուզում եք 5000 հոգի, 1000 հոգի, 5000 հոգի մասնակից լինի, 1000 հոգի քվեարկում, 50,000 էլ մասնակցեն, էլի 1000-ը քվեարկում։ Այսինքն իր տոկոսը, իր ռեսուրսը, այդ 1000 հոգի ֆեյքն են, որ իրականում գոյություն չունեն։ Դրանք ուղղակի վարձատրվող, sense ֆեյքերը նստած կոմպյուտերի դեմ, մի քանի հեռախոսներով աշխատացնում են, որ իբր հեղինակություն ապահովեն Փաշինյան Նիկոլին։ Հիմա ինչ անելու դատախազությունը։ Այս հայտարարության մեջ կոնկրետ հանցակազմ կա, որ հարցը ուղղել են դատախազում։ Դատախազությունում Նիկոլ Փաշինյանին վերջի օրերին գրառումների վերաբերյալ ուսումնասիրություն չի իրականացվում։ Դիմել են, բայց ուսումնասիրություն չի իրականացվում, որտեղ եթե ուսումնասիրություն իրականացվի, կպարզվի, որ սա բախումների դրդելու հակասահմանադրական կոչեր անում։ Այսինքն ես նորից ասեմ, այդ կոչերի համար ի վրա քրեական գործ կա։ Նույն կոչերի համար ի վրա քրեական գործ կա։ Փաշինյան Նիկոլի պարագայում նույնիսկ չի էլ ուսումնասիրվում։ Դատախազ Աննա Վարսապետյան, լսում ես դու։ Մեկ ասես տես դու այդ տեղը ունես Նիկոլ Փաշինյանի կողքը։ Դու ամբողջ ջուրել ես հանձնել, Սյունիք ես հանձնել, միջև այսօր չես ասում Հայաստանի սահմանները որտեղով են ասում։ Հա, միջև այսօր ոչ մի հանցագործության վերաբերյալ դու քննություն ոչ մի բան չես արել, չես կալանել որ Փաշինյան Նիկոլին։ Հիմա էլ գլուխդ մցրել ես ճահճի մեջ, ավազի մեջ, քեզ թվում է պոչդ չի երևում, պոչդ երևում է, այդ պոչը խուզվելու է, այսինքն որ Աննան չի կարողանալու փախի Չինաստան։ Այս Աննա դու էլ ես կարողանալու փախնես ոչ մի տեղ։ Ի տարբերություն մյուս Աննայի, դու հիմա կարող ես սրանք կալանավորել։ Հասկանում ես, սա կհաշվի որպես մեղմացուցիչ հանգամանք, որ դու ի վերջո իրականացրեցիր արդարադատություն։ Դու էլի գլուխդ մցրել ես ավազի մեջ, քեզ թվում է պոչը դուրսը, քեզ մարդ չի տեսնում։ Սա Հայաստանի իրավական համակարգի վիճակն է։ Ինչ է ասում դատախազությունում Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի գրառումների վերաբերյալ ուսումնասիրություն չի իրականացում։ Այդ մասին ԶԼՄ-ների հայտնելը ՀՀ գլխավոր դատախազությունից անդրադառնալով հարցին արդյոք ուսումնասիրվել է Փաշինյանի գրառումները քրեական վարույթ հարուցելու հարցը դիտարկելու համար։ Չի նույնիսկ բանանում։ Այսինքն մի իրավիճակ են ստեղծել Փաշինյան Նիկոլի համար, ասեմ որ իրավիճակը գնահատվում է ծայրահեղ կործանարար, որ Փաշինյան Նիկոլը կորցնելով հավասարակշռության եւ բալանսի զգացումը ինչ ուզի կարա հայտնի, որովհետեւ դատախազը, քննչականի պետը, ԱԱԾ պետը ոչ մեկ ձեռին չի խփնասիրելու, շիզոֆրենիկ չէ սա։ Ի պաշտոնը մենք ես հիմա պետքա կալանավորենք։ Չեն ասում, սա էլ օրեկան մի հիմարություն դուրս է տալիս։ Դրանով ավելի իսկ ծանրացնելով բոլոր ուժայինների վիճակ, այսինքն իրենք բոլորին ավելի ծանր հանցակազմա դնում վրեկներ։ Տես ես հիմա ավելի ակնհայտ հանցագործ եմ, իսկ դուք անգործության եք մատնված։ Այսինքն իր հետ քաշում է դեպի անդունդ։ Ես ձեզ պետք է ասեմ, ուժայիններ, որ ինքը ինչպես Լևոնին է այսօր ասում, որ ամենամեծ կեղծարարն է, հա, որ իր հայրն է եղել, հոգևոր բոլոր իմաստներով հայրը։ Նույն ձեզ է դավաճանելու, ուղղը տասյակ, ես տեղյակ չեմ եղել, ինչ չեն բացահայտել, ինչ չեն բացատրել, այդ իրանք են օրենքը խախտել, ձեր բոլորի վրա այս տականքը ցուցմունք է տալու դեռ։
դուք լուրջ մտածում եք, որ Փաշինյան Նիկոլը ձեզ պահելու է, փրկելու է։ Եվ այս ամեն ինչի արդյունքում սենց դատարկ տեղը Գարեգին բին սարքեցին պելը։ Խնդրեմ։ Որ մենք մեր խոսքը ուժենք մեր հավատավոր չի բացառվում, որ մեր արանը փորձեն գրավել, այս առումով Գարեգին բնել է զարվածել։ Ոնց, այսքան մարդ ինձ սիրում էր Հայաստան։ Չէ, Գարեգին։ Այսքան մարդ քեզ չի սիրում, այսքան մարդ ատում է Նիկոլին ուղակի։ Կարելի Լավ, ինձ ուղղակի մի բան է հետաքրքրում։ Գարեգին, վաղվանից դու որպես արդեն ակնկալվում է քեզանից, հայ միջելոց ասեմ, որ քանի որ Գարեգինը գալու էր, այս ոստիկանական զորքերն ուղարկվում է հիմա բան, նայում եք, ավտոբուսներով ոստիկաններ ուղարկել օդանավակայան, ավտոբուսներով, Փաշինյան Նիկոլը, դրանք էլ գնացել են։ Լավ, հիմա վերադառնամ իմ նախկին թեմային։ Հիմա Գարեգին, Փաշինյան Նիկոլը քեզ ասեմ նույնիսկ ում պատվերով, Էրդողանի պատվերով փուռն է տալիս, ու մոտարապես մենք գիտենք սրանց թեկնածունով է, երևի դու ճանաչեցիք, հա, Թուրքիայի թեմի առաջնորդն է, հիմա ես իրենց կոչումները լավ չգիտեմ, սա են մեկն է, Ստամբուլի Կոստանդնուպոլիսի պատրիարքն է, մի խոսքով։ Հիմա մենք գիտենք սա ինչ հարաբերությունների մեջ է Էրդողանի հետ, այսինքն շատ մտերիմ հարաբերությունների մեջ է Էրդողանի հետ, ծառայում, բոլոր ձևով։ Հիմա հայ ժողովրդին քաղաքական մասով Նիկոլի ձեռով կառավարում են, Էրդողանն ու Ալիևը կառավարում են։ Հիմա հոգևոր մասն ով է կառավարելու։ Իրանք ունեն իրանք թեկնածու։ Բայց եմ ասում, կարող է սա լինի, կարող է Նարգիշտի հերը լինի, որ այսօր Կոտակի թեմի առաջնորդն է, բայց ինձ թվում ավելի շատ հավանական է, որ սա լինի։ Հիմա Գարեգին, դու մնալու ես նույն ձևի լու, սրանք այս թուրքերով, Էրդողանը, քո այդ պատրիարքը, Նիկոլը, Ալիևը, ուզում են քեզ բիզիմդիր անեն, կներեք արտահայտության համար։ Հիմա դու լռելու ես, շարունակես սրանց հանցագործությունները չտեսնելու տամ, ինձ նես հետաքրքիր է, խփելու ես այդ զանգերը հիմա գոնե։ Անտիլիասի Արամ առաջինը քեզ աջակցում է, ամեն ձևով, ամբողջ ժողովուրդն էլ տենում ես եկել է, նույնիսկ քեզով էլ ես սենց դիմավոր է միջև հիմա, շնորհակալ եղին Նիկոլին, տես, ինչքան մարդ է քեզ եկել դիմավորելու։ 84 հոգի է իմ քվեարկությունների ժամանակ ցույց են տալիս, որ իրանց համար ակտուալ է ոչ թե քեզ փոխել, այլ Նիկոլին փոխելը։ Հիմա հարց, խփելու ես դու այդ զանգերը, 84% աջակցություն ունես։ Որովհետև եթե դու չխփեցիր այդ զանգերը, ոչ միայն պոստդ ես կորցնելու, այլ նաև երկիրը։ Սրանք ամեն ինչ անել են, սրանք ոչ մի բանի առաջ չեն կանգնել։ Սրանք հնարավոր է միայն մի ձև, հրապարակային, հայտարարություններով, սփյուռքի ռեսուրսներով, դատապարտելով, մեդիաներով, հնարավոր բոլոր մեդիաներով։ Այսօր, այստեղ են ասում, այս պարագայում փառք Աստծու, մենք մեդիայի պակաս չունենք։ Ոչ թե հայաստանյան մեդիաների մասին է խոսքը, չէ։ Խոսափողների, ամբողջ սփյուռքի կոմիտեների, կուսակցությունների, եկեղեցիների, այսինքն ամեն ռեսուրսները կա, որ դու կարողանաս հակազդել սրանց եւ թույլաtsնել նախ քեզ կփրկես մեկ, երկրորդն է պետությունը կփրկես, պետությունը, տես հիմա քո շահերից եմ խոսում։ Ես գիտեմ, որ դու պետության մասին մտածող լիներ, միջև հիմա Նիկոլ չէր հանդուրժի դու։ Վաղուց
Այդ զանգերը խփել էր, ասում ոնց թե դու մեր ամարասը, մեր կաթողիկոսի գերեզմանը, մեր առաջի դպրոցը ոնց է ստալի Թուրքին։ Մեր Գանձասարը, մեր Դադիվանքը դու ոնց ես տալի դու, ես 400 հատ եկեղեցու վանական համալույր ունեմ դե։ Բայց դու լուր ամեն ինչը ուտվեցի, մտածում էր քեզ խնայելու են, հիմա Աբազյանն էլ է մտածում որ իրան խնայելու են, այն Աննա Վարդապետյանն էլ է մտածում իրան խնալու են, բոլորն էլ ով իր այդ հանցագործ համագործակցության մեջ ա եղել, բոլորն էլ մտածում են որ Նիկոլ իրանց խնայելու է։ Դու տեսած չէ, որ քեզ չի խնայելու ինքը։ Տեխնացուն էլ գիտես, արդեն գիտես, որ տրամադրված է, ցուցակներ է կազմում, վաղը հավաքագրելու է։ Ինքը հավաքագրելու է։ Թուրքերով է հավաքագրելու այդ ցուցակները, գալու են մի բան անեն, այլանդակություն անեն, միլիցեքին էլ ուղարկեն, դրանք անազգ, անհայրենիք, անհավատ, անուղեղ հոտ է։ Գալու են ջարդեն փշերեն մի խոսքով, ու կարող են երկար չմնա։ Ձեր չգիտեմ, որ ձեր ներսում այդ ձեր եպիսկոպոսական համայնքներում քանի հոգի է արդեն արեք քեշ փողով։ Եղբայր, դու հո գիտես, որ քո եպիսկոպոսիներին փողը ցույց տան, ինչ կերքեն դրան, ինչ երկ ուզես երկով են, ճիշտ է, մեծ մասը, ճիշտ է։ Ձեր համայնքն է, էլի դու պետք է իմանաս։ Մի խոսքով, մենք չգիտենք դե քանի հոգու արդեն առել, քանի հոգու է ուղարկելու, փակեն եկեղեցու դռները, սա դատարանների դռներ փակող մարդ է։ Եկեղեցու դուրը ինչ ավոր չկա։ Մի խոսքով, հիմա խփելու ես զանգերը, թե չէ։ Խփի մենք էլ քեզ աջակցենք էլի, ուրիշ ինչ ասենք։ Ես դարել եմ քեզ աջակցող, լասուս կրակ ես ուզում, ինչ ես ուզում անենք քո համար։ Մենակ մի բան արա, այս ճիվաղից փրկենք մեր պետությունը մեզ էլ միասին։ Ասենք հաջորդ թեմային։ Եթե մեկը կասկածում է սա ով է, ուղղակի նորից հիշեցնեմ, էլի։ Բայց հենց այն պահից, երբ որ Լևոնը հանդիպեց կաթողիկոսի հետ, Լևոնը դարձավ կեղծող ընտրությունների կեղծարարությունների կնքահայր, մի անգամից տեղում։ Հիմա սա պետք է դաս լինի, այս տականքի հույսով ապրող, սրա վրա հույս դնող բոլորին, պետք է դաս լինի սա, եթե սա ձեր համար դաս չի, ուրեմն դուք կունենաք ձեր պատիժը, շատ արժանի։ Ուցեմ, արդեն վստահ են, որ եկեղեցին կունենա նոր ամենայն հայոց կաթողիկոս, եւ իրենք վստահ են, որ ամենայն հայոց կաթողիկոսին իրենք են նշանակելու։ Եկեղեցականները հայտնվելու են նոր իրողության առաջ, ինչպես արցախցիները հայտնվեցին նոր իրողության առաջ, ինչպես մենք բոլորս հայերս հայտնվեցին նոր իրողության առաջ 44 օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո։ Սրանք արդեն ամեն ինչ որոշել են։ Մենք պետք է շատ աչալուրջ լինենք ու շատ զգուշ։ Այս տականքները լիմիտ չունեն։ Ստոպ չկա, կարմիր գիծ չկա, սրբություն չկա։ Իրանք այնքան լսեցի իրենց մասին որպես սրբապիրց, իրենք են սկսել սրբապիրց բառն օգտագործել քահանաների նկատմամբ։ Հա։ Բայց պետք է հարց բան անենք, հասկանանք մի բան, որ արդեն սրբապիրց լինելը փաստ է, արդեն դա մասին խոսվում է, ուղղակի այն մի կողմը մյուս կողմին է ասում, բայց որ սրբապիրց են, արդեն խոսում են նաև իրենք։ Հիմա Գարեգին, այս էլ քեզ երիք է։ Չէ, բան չեմ ասում։ Սրանք հանել են իրենց բութ գործիքներին։ Ես չգիտեմ ինչ հանգուցալություն կստանա, բայց ամեն դեպքում Բայց սա դեմքը նայեք հələ։ Դեմքը նայեք, հիմա ԿՊ-ական է, ԿՊ-ի արդարացնի անպայման Փաշինյան Նիկոլին։
Այս պահին այդ գործընթացն է Հա, բայց հաջողությանը ձեր հավատում եք այս նախաձեռնության։ Ժորժան, դուք անընդհատ ասում եք, որ ես ասեմ հա մեր հաջողության, մեր չէ, հավատավոր ժողովրդի։ Այո, այո, լավ, մասը համաձայն չի ձեր հետ, գոնե այսպես ձևակերպել։ Հավատացյալ մասի, մի մաս, ես Գոնե մի մասի, որտեղ բոլորի լավ, կներեք, այդպես կասեմ, մի մասի չէ, մեծ մասի կասեն։ Բայց ո՞նց եք չափել։ Ասեմ, որ չեմ չափել։ Հիմա երբ պատարակի տեղում մասնակցում է 50 հավատացյալ եւ 50 հավատացյալներից 49-ը ասում են, որ գործընթացը ճիշտ է։ Դուք գնահատում եք մեծամասնություն, թե փոքրացումյակում են այդ 50 հավատացյալները։ Լավ ասվեց, ԿՊ գրասենյակում են այդ 50 հավատացյալներն ասել, որովհետև իմ մոտ մի քիչ ուրիշ ցուցակ է։ Ստեղ լրիվ ուրիշ թվեր են։ 84%-ը կարծում է, որ նոր վարչապետի օրակարգ ավելի ակտուալ է, քան նոր կաթողիկոսի։ Ինչ ես դες նայեմ բանը։ Նարեկի վրա։ Հա? Ճիշտ հաստվեց։ ԿՊ ասում է ԿՊ գրասենյակում են ասում, լսի։ Իսկ նոր կաթողիկոս ինչպես եք ընտրելու, պարոն Գրիգորյան։ Հավատացյալները եկեղեցում են, ԿՊ գրասենյակում չեն։ Նայելու է ոնց հարցադրումը ասում է հավատացյալները պատարակի ժամանակ ասում է ԿՊ գրասենյակում, այդ լուրջ է։ Չեմ լսել դրա համար ճշտում, հիմա վատավոր։ Բայց լուրջ է, այսինքն բա դու պատարակի ժամանակ էիր մտել հարցում անցկացնում։ Այ բութ ուսապալք։ Հետաքրքիր է, ինձ ուղղակի գիտեք մի բան, անկեղծ եմ ասում։ Ես արդեն 2 տարի Հայաստանում չեմ եղել, չգիտեմ կարող այդքան բան է փոխվել, օրինակ։ Սրանք ինչ են պատկերացնում եւ ոնց են պատկերացնում իրանց գոյությունը այսօր Հայաստանում։ Ոնց։ Ասենք այն պահից, երբ որ Նիկոլ Չաուշեսկուն անդրադառնում է Նիկոլ Չաուշեսկուի ճակատագրին։ Սրանք իրաց գոյությունը ոնց են պատկերացնում։ Հեչ մտածել են այս դեբիլ գլուխները դրա մասին։ Չեն մտածել, հուշեք։ Լրագրողներ ջան, մի հատ հարց տվեք։ Իսկ դու քեզ պատկերացնում ես, ասենք, այն պահին, այն օրվանից, երբ որ դե ընտրությունա, բանա, մենք էլ ժողովրդավարական երկիր ենք, դուք էլ իշխանության չեք։ Դուք գոյությունը պատկերացնում ես Հայաստանում։ Այսինքն մուսրը, այնքը գերնիչերիները, որ համար մեկը իրան ով է կերակրելու, այդ պահին դու դառնում ես չկերակրող ու դու մնում ես մենակ։ Դու պատկերացնում ես քո հետ ինչ անում։ Իսկ մենակ քո չէ, ձեր, ասենք մնացածը։ Պարոն Գրիգորյան, հիմա նոր կաթողիկոս ինչպես եք ընտրելու։ Եկեղեցիներով այցելեք, զրուցեք, որ նոր պարզեք, թե չէ մի եկեղեցում կարող է 100-ից 10-ը ձեր կողմն է, բայց 90-ը Էս էլ լուրջ է ընդունել, մի եկեղեցում 100-ից 10-ը իրենց կողմն է, 110-ն էլ քիչ է։ Դուք լուրջ մտածում եք, ասես դեբիլները գնացել է եկեղեցու դեմ կանգնել են ցուցակով հարցուփորձ են արել։ Լրագրողներ չեն, լավ էլ է։ Ուզում եմ ասեմ, ո՞նց եք չափում։ Քանի եկեղեցում եք այդ հարցում արել։ Ես եկեղեցում հարցում չեմ անում, հավատացյալների հետ։ Իսկ ինչ եք կարծում, չենք շփվում։ Բոլոր մոմբարը։ Ահա, հիմա էլ ասում ասում չենք անում։ Մոմ վառողը դեռ չի նշանակում, որ ինքը հավատացյալ է։ Չէ, բա ո՞նց եք արել։ Խոսում եք շփվում ենք, մենք էլ առաքնական եկեղեցու հավատավոր ժողովուրդ ենք, մենք ես էլ առաքնական եկեղեցու հետևորդ եմ, շփվում եմ հավատացյալների հետ։ Անցած պահը մեծ պահքին։ Միջև վերջ պահել է։ 49 օր։ Պարոն Գրիգորյան, դուք մեր հարցերից տենց մի զարմացեք կամ ջղայնացեք, որովհետև Չէ, ես չասել եմ, որ դու չեք լսել։ Արտասովոր թեմա է սա։ Մենք առաջին անգամ ենք կաթողիկոսի ընտրությանը մասնակից եւ ականատես լինում եւ մեր շատ հարցեր նաեւ կարող է եւ Նայում ես, այստեղ են կարող ասեմ բանը, չգիտեմ, ինչ որ բանկում կասիր աշխատեր, ասեմ, չգիտեմ, ինչ որ լավ ռեստորանում դուռ բացել փակել, մատուցողի համար էլ վատ չի նայվում, բայց ցանկացած մասնագիտություն բան ունի իր մեջ, էլի, արժանապատվության էլեմենտ ունի, էլի, այսինքն չկա աշխարհում մասնագիտություն, որ ասենք այնտեղ արժանապատվություն պետք չի։ Չկա, էլի, այդպես երևի բացի Հայաստանում, ասենք, ազգային ժողովում պատգամավոր աշխատելը։ Իսկ թվում է երևի այդ աշխարհում միակ մասնագիտությունն է, որտեղ արժանապատվություն ունենալը ուղղակի հակացուցված է, որովհետև եթե այդ զգացմունքով, այդ ստանդարտներով մարդ մտե չենք, ինքնից առաջին նիստից հետո կամ խառակիրի կանի մնացածին։ Պատկերացնում եք։ Հիմա զում հարցնեմ, տղա ջան, քեզ երևի տնեցիկ են նայում,
չգիտեմ, երեխեքը տեն նայում երեխաք մնաս կամ ծնողները տեն նայում։ Հələ չեն ասում, հələ բամոտ չէ, կանգնեցի դդքան է մարդկանց մոտ սուտ խոսացիր, ստեցիր, սուտ, արա սուտ տղամարդը, սուտ խոսացող տղամարդը ավելավա ինքնասպան լինի, ստեցիր, ասում գնացել եմ, չեմ մտել եկեղեցի, բայց շփում ենք, բայց գնացել եմ, հաշվել եմ, արա սուտ, արժանապատվություն ունեցող մարդը սուտ չի խոսում, չես ամաչում արա, ես չգիտեմ, ես հայոյակ չեմ ուզում տամ, ես ուզում եմ սրանք ուղղակի հոգեբանորեն սխալ է բառ եմ ասում երևի։ Մարդկային լեզվով եմ ուզում խոսամ, որ ամաչեն են։ Թե չէ սրանք սովոր են հայոյանքի, իրանց համար եթե արժեք ունենալ իրանց երեխեքը մերը բանը մնացած, իրանք այս բաները չեն անի։ Չեն անի ուղղակի։ Որտեղ գիտեն հիմա մի ամբողջ հայություն ուղիղ մտել է իրանց տաները։ Ժողովուրդ ջան, ես չգիտեմ, այդքան բան է փոխվել Հայաստանում։ Այս է նույն սերիայից է։ Այս է նույն սերիայից է, պարզվում է, տիրուի բայ Բուրտյանն է գնում, ուրեմն, ասում է, իր աղջիկը, դա ասում է, տարբեր կամավորական աշխատանքներ է կատարում մասնակցում, ասում է, վերջերս իրենց մի խումբ երեխաներին ասել են իրենց խմբին, որ հանային հեռուստատեսությունում եւս կա կամավորական աշխատանք, երեխաները հարցրել են ինչ հաղորդման շրջանակներում, ասել են տեղում կիմանաք, չեն ասել, ու այս 15 տարեկան երեխաներին տարել են մեծ բանավեճ հաղորդաշարին, նստեցրել են իշխանական թևում ու կարճ ասած իրենց արտահայտած դեբիլ մտքերի համար երեխաներին ստիպել են ծափ տալ։ Ահա թե ինչ է պետք իմանալ մեր հանրայինի ամբողջ թշվառության մասին։ Այնքան մարդ չունեն, որ երեխաներին են փորձում օգտագործել, բայց չգիտեն, որ այս սերնդի հետ տենց խաղեր չի անցնում։ Գալիս բողոքում են քիչ է, նաև քննադատում են քաղաքական մանիպուլյացիաները։ Ես շնորհավորում եմ ձեզ պարոն։ Ես որ ասում եմ դուք այս աղբանոցի առնետներ, դուք ռեսուրս չունեք, նույնիսկ որ տանեք ձեզ զոմբիներում նստեն, չամաչեն էկրանների հետևից ծափ տան, ասում եք չէ, այս 15%-ը 16%-ն որ քվեարկել է, դրանք չերևացող մարդիկ են, թուրքեր են, դրսից են, ֆեյքեր են, բաներով, բայց որ մեկին ասես կանգնի հեռուստատեսության ասես, 10 հոգու ասես մեկը կարող է համաձայնվի, որովհետև ասեն կարող արդեն այնքան են թքել երեսին, արդեն իրենց համար միևնույնն է։ Սա նույնիսկ մարդ չունեն, որ տանեն Պետրոսի հաղորդման, Պետրոսը դուրս տասանք ծափ տան։ Ու երեխեքներ հետի տեսնում են, պատկերացրու 15 տարեկան երեխան ինչ որ տրավմա է ստացել, ինքը երևի հավատում էր Փաշինյան Նիկոլի քաղաքական բոլակներին, դե բացահայտել են, որ այս ամեն ինչը մանիպուլյացիա է։ Դե շնորհավորում եմ քաղաքական առաջի փորձն է ու ծնողներն էլ կհասկանան, դա իրանց քաղաքականությունից խուսափելը բերում է նրան, որ իրենց երեխաներն են առնչվում այս խնդիրների հետ։ Խոսը իհարկե Տիրուի Բաղբությանի մասին չի, որ այս ամենը վերել է։ Բնականաբար, եթե ինքը խուսափածներից լիներ, ինքը այս բանի մասին չէր գրի, հաստատ։ Հա, բայց կան շատ ծնողներ, որ աման դու գործ չունես քաղաքականությունում այդ բանը չի, ով է մենք փալան, ի սկզբանե ընդունում եմ, որ իրանք ընդամենը փալան են։ Մի խոսքով, սա է ձեր ռեսուրսը։ Նույնիսկ մարդ չունեք, որ նստացնեք հեռուստատ այս Պետրոսի թևի տակ, որ ձեր այդ շություններին ծափ տան։ Դե սկսեք, ես այն ժամանակ էի ասում, չէ, սկսեք ձեր գործողությունները, սկսեք անպայման կաթողիկոսին հեռացնելու գործողությունները, որտեղ բարակա թողնդեղել կտրվի։ Ինձ որ անդադ գրում են ինչ ա լինելու։ Լինելու է այն ինչ որ լինելու է, ու ես ուզում եմ դա մի օր մի ոչ շուտ լինի, անկեղծ եմ ասում, էսի բան չի, սմավելա մարդ հապարտ ոտի վրա մեռնի, քան քրքաշ ապրի։ Ումն է պետք է տենց ապրել։ Եթե պետք է պետություն կորցնեն, то իրենց վաղի կորցնեն։ Ինչի ձգձգվի այս ամեն ինչը։ Ես դա համար ասում եմ, սկսի դի հանրաքվեի քոնո սահմանությունը, սկսի կաթողիկոսին գահանկեց անելու, եկեղեցիները շրջափակելու քո
process-ը սկսի, Ենիչերին հանի դուրս, Թոմիկարանի ոգել ծեծ ուտեն դրսում։ Երեք է չէ ասում, որ մեր ժողովուրդը բաներ ունի, ֆոբիաներ ունի, ինքը չի կարում հաղթահարի, էլի։ Ասում ես, նույնը այդ ֆոբիաներից մեկը եկեղեցու դեմ դուրս գալն է, բայց դու լփորձի Նիկոլ, դու փորձի հանի։ Դու փորձի հանի ու տեսքով ինչ հանի, էլի, փորձեք։ Թե չես կան ասում եք հələ բան չկա։ Ես այսօր ամբողջ օրը նայում էի, ուզում էի տեսնեի ովքեր են արտահայտվում այս թեմայով ընդհանրապես, որտեղ ընդհանրապես չէ, այս թեմայով, որովհետև արդեն ինչքան է, մի շաբաթ, կա մի շաբաթ արդեն։ Եվ բավականին երկար ժամանակ է, որ սեփական անձը մի քիչ գնահատող ու հարգող մարդը արտահայտվի։ Իմ համար շատ կարևոր է, որտեղ ես մարդկանց չեմ նայում, իրանք ինձ ինչ են ասում, ինչ կոմպլիմենտ են ասում, բացարձակապես դա հետաքրքիր չի։ Ինձ իմ մասին ինչ եմ մտածում, դա էլ հետաքրքիր չի։ Ինձ համար ավելի կարևոր է այդ մարդիկ այս պարագայում իրենց ոնց են դրսևորում։ Ես ուսս նայում եմ, առանձնապես ակտիվություն չկա։ Կարծես Հայաստանում բալոյական ճգնաժամ չի, մեղմ եմ ասում, էլի, մեղմ։ Իսկ եթե մի երկրում բալոյական ճգնաժամ է լինում, նշանակում է այդ երկիրը վերջացել է արդեն։ Որովհետև եթե երկրի բալոյական հիմքերը տրորվում են, այդ հասարակությունը չի կարող գոյատևել ինչ որ բաների շուրջ, որովհետև հասարակության իմունիտետը այդ բարոյական արժեքներն են, մարդկանց մեջից հանում ես բարոյական արժեքները եւ այդ երկիրը դառնում է ընդամենը մի տարածք, որտեղ ապրում են տարբեր փոքրիկ էթնիկ խմբեր, որոնք իրենցից ոչ մի բան չեն ներկայացնում, բացարձակապես։ Ու ես անդադ նայում եմ, էլի, բարոյական ճգնաժամ հայտարարված, սուր ճոճվող, ու նախաձեռնվող այս ճգնաժամի նկատմամբ արձագանքներ կա։ Շատ քիչ, բայց այսօր որ տեսա կոմպոզիտոր Երևան Երկանյանի բանը հայտարարությունից անպայման ուրախացա, ես ուզում եմ անպայման կարդամ, ինքը շատ մեղմ է գրված, բայց երբեք կատարյալ չեն եղել ոչ աշխարհիկ, ոչ էլ հոգևոր կյանքի օրենքները։ Եվ երբ երկիրն ու հասարակությունը կորցնում են միմյանց փող զսպման մեխանիզմները, երկիրն ու ժողովուրդը հայտնվում են քաոսային վիճակում։ Այսինքն, եթե մենք թույլ տանք, որ սա իրականանա, երկիրը հայտնվում է քաոսային վիճակում։ Այսինքն փող զսպման մեխանիզմները դա պարտադիր են։ Եթե մենք թողնում ենք, որ այդ փող զսպման մեխանիզմները վերանան, մասնավորապես երկիր ու պետություն եւ եկեղեցի, ուրեմն նշանակում մենք հայտնվում ենք քաոսի մեջ։ Ու ընդ որում այդ քաոսի պատասխանատու մենք ենք։ Մեր համար դա լինելու է վերջ, Փաշինյանի համար դա լինելու է նոր սկիզբ, որովհետև այս կենթանին սնվում է բացառապես քաոսի պատուղներով։ Երևի դա գարասկոպով էլ քաոսի տակածանվել։ Ես չգիտեմ, տարիով էլ ինքը քաոս, ես չգիտեմ նույնիսկ տարի կա, գարասկոպ կա թե չկա, բայց ինքը քաոսով է սնվում։ Կան չէ մարդկանց ասում են երկու տեսակ կա, դոնոր կամ վամպիր, սա քաոսով սնվողն է։ Քաոս, իրեն քաոս է պետք լավ զգալու, ես հետաքրքիր ապրելու համար հիշում եք բանը, Պուտինի հարցազրույցով ասում էր, երբ որ բան չի կատարվում, սկուչն են, տխրում ենք, դվիժուխա, իրան դվիժուխա պետք։ Հիմա այս ոնց որ նույն բանը լինի, սրան քաոս է պետք։ Ես եմ ասում, քաոսը լինել է մեր պետականության վերջը։ Նիկոլ Փաշինյանի համար սա լինել է նոր սկիզբ, ինչպես 2008 թվականի մարտի 1-ը, ինչպես 18 թիվը։ Մենք էլ մտածում ենք, սա նաև մեր սկիզբն է, բայց մենք չարաչար սխալվում ենք։ Սա մեր վերջի սկիզբն է։ Եվս մեկ մտավորական Մարինեն, Նիկոլի ուզածը, Մարինե Պետրոսյանը։ Նիկոլի ուզածն այն է, որ եկեղեցին քանդի ու Հայաստանը վերածի ինչ որ աղանդավորական համայնքի։ Մի քիչ մեղմ մոտեցել։ Ոչ էլ վերածի աղանդավորական համայնքին, որտեղ նույնիսկ աղանդավորական համայնքները ունենում են ինչ որ բարոյական չափանիշներ։ Ու ես չգիտեմ աղանդավորական ճիշտ ասած համայնքներ, որ հավաքված չլինեն, հա,
ինչ-որ արժեքների շուրջ։ Դա նույն Աստվածաշունչն է իրաց մեկնությամբ։ Աղանդավորական համայնքների խումբ դա դեռ չի նշանակում բարոյալքված հասարակություն։ Հիմա եթե ես ասեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եմ վերցում կոնկրետ դոմինանտ կալոն, որ ես գամ այս կալոնը դոմինանտ է։ Ես օրինակ ապրում եմ Նյու Յորքում, ստեղ երևի դոմինանտ կալոնը կուզենայի ասեի սենագոբանն է, հրեականությունն է, ինքան սենագոբ կաստ է, բայց չէ, դրա կողքին ինչ եկեղեցի ասես կա։ Ամեն փողոցի վրա մի քանի հատ եկեղեցի կա։ Իրաց բոլորին էլ կարելի առանձին նայել ինչ-որ մեր պատկերացումներով ասած աղանդի։ Որում այդ աղանդ բառը մենակ հայկական միջավայրում արտադրություն դա կրոնական համայնքներն են։ Եվ ոչ մի այս կրոնական համայնքների առատությունը չի բերում քաոսի։ Քաոսի բերումը բարոյականության ոտնահարումը։ Փաշինյան Նիկոլի նպատակը ոչ թե աղանդավորական համայնքն ստեղծելն է, այլ իր մետաստազներին նոր սնունդ ապահովելը, նոր հաղթանակ, փոքրիկ հաղթանակ, որ ինքը զգա, որ ինքը ինչ-որ ռեսուրսներ ունի, որ կարողացավ այս մի հիմնարկներ խլել ու տալ Էրդողանին ասել։ Երկու բան լուծեց, ինքը հաղթեց եւ մեծացրեց Էրդողանի ներկայությունը իրան որպես աջակից հենարան պետականության մեջ։ Սա է նպատակը։ Հարգելի Մարինե Պետրոսյան։ Սրանք բոլոր տեղերում են տապալվել, ժողովուրդ ջան, բոլոր, ես ասում եի, չէ, որ սրանք պետությունը բան չի, իներցիայով թռչող ինքնաթիռ չի։ Նույնիսկ իներցիայով թռչող ինքնաթիռները, եթե մեկը հանել է օդ ու փոխվել է օդաչուն եւ ինքնիներցիայով թռնում է, միևնույն է վաղ թե ուշ այդ ինքնաթիռին պետք է իջացնել գետի վրա։ Սա արդեն դու ինքնաթիռի ավտոպիլոտի վրա հույս չես կարող դնել։ Դա արդեն մասնագիտական բան է, հմտություններ է պահանջում, որոնք չկա այս տխմանների մոտ։ Այս ամբողջ կառավարական համակարգը լծված է ոչ թե մասնագետներով, այլ ուսապարկերով, տարբեր մեծությամբ, տարբեր բդությամբ, տարբեր գույների, մի խոսքով։ Ինչ է պարզվում։ Սա բան է, չէ, հատկը հավաքելու մեխանիզմ էին նոր մշակել, որ պետք է մարդիկ լրացնեին իրենց հայտարարությունները եւ ասեին ինչքան հարկ ունեն մուծելու, ինչքան եկամուտ են ստացել։ 860,000 քաղաքացուց միայն 54,000-ն է լրացել հայտարարները։ Ես վստահ եմ, այդ 54,000 հայտարարությունները լրացել են դպրոցներ, մանկապարտեզներ, ասենք պետական հիմնարկների աշխատողներ, որոնց վրա կարող են ստիպել, դնել, ասել անպայման պետք է բերես, որ քեզ աշխատավարձ տանք։ Այնտեղ թաքուն ոչ լեգիտիմ ձևերով կարող են այդ ճնշումը իրականացնել։ Խնդրում ինչ ասել են, չի իրականացել։ Ինչ ուզեցել են անել, չի իրականացել։ Սկսած տրանսպորտի բարեփոխումներից, սկսած հայտերի հարկերի հավաքագրումից, սկսած հարկերի բարձրացումից, չէ՞ որ հարկերը բարձրացեցին, որ եկամուտները շատ լինի պետության։ Հարկերը բարձրացեցին ու դատարկ կա։ Դատարկ։ Այսօր մեզ ասում են, եթե ուզում եք երջանիկ լինեք, հարկ վճարեք։ Չեն ասում, եթե ուզում եք մենք երկար երջանիկ լինենք, մենք հարկ վճարեք։ Եվ այսպես եւս մի ոլորտ, որ տապալեցին։ Ուրիշ բան չէր կարող լինել։ Մյուսը, երևի հիշում եք, այս առողջապահության նախարարը որոշել է, որ անպայման պետք է քարսիկները, այս նստարանները պարտադրել մարդկանց վրա։ Մեկ Նորմալ է առողջապահության նախարարի մեքենայում այսպես երեխեքին արջևում նստացրած, ասենք ինչ օրինակ եք ցույց տալի։ Դուք իրա ինչն եք Դուք նախարարի ինչն եք։ Շատ վատ օրինակ եք ցույց տալի։ Հետևը չուզեցաք նստացնել, ամրակապվելը չուզեցաք, ղեկին Մի խոսքով մեկ էլ հարևանի տատիկներն հասել, դրա համար դասը չի եղել։ Մոտավորապես էս մանկապարտեզն է։ Էլի հասուն մարդ սուտ է խոսում, արդարանում է։ Արժանապատվության դեֆիցիտ է։ Այն որ երեխաները պետք է անպայման ամրագոտիներով կապված լինեն, եթե փոքրիկ է, իրենք պետք է այդ նստարաններով լինի, դա մասին խոսք չկա։ Հա, նույնիսկ եթե նստարան չկա, բայց ամրագոտի կա, չէ՞։
ու ասենք այդ երեխաներ նույնիսկ ես չեմ կարծում դա ինքը այդ քարսիթի տանիքի էր առնվազն ամրագոտի պետք է չէ ասելիքը գիտեք որն է որ սրանց ամեն ինչը fake ստուտ տուգանելու համար նույնիսկ իրենք չեն հավատում իրենց ասածներին իրենք չեն անում այն ինչի համար իբր որ իրանք պայքարում են դե ինչի մասն են խոսում եթե ճիվարը սատանան կենդանի Քրիստոսից է խոսում բարեպաշտությունից է խոսում հոգու աչքից է խոսում ինչի՞ չէր կարել իր հենց առողջապահության նախարարը իր մեքենայով իր երեխեն այս դեմը թռվռալով սա չեն մտածում որ մի հատ հալվածի կամ բանը ակնթարթային արկենագին սխմել պարագայում այս երեխեն կարող է հենց դիմացի ապակուս թռվի դուրս ուղղակի այդ մասին չեն մտածում հետո էլ ասում են այդքան դժբախտություններ որտեղից է լինում որովհետև իրանք թքած ունենան ամեն ինչի վրա նախ իրանց վրա դեռ իրենց եթե իրենց գործողությունների հետևանքի մասին մտածեին սրա մեջ չէին մտնի այս ամեն ինչի տակ ուղղակի չէին մտնի որովհետև նույնիսկ ամենաթեդի զարգացած մարդուն պարզա որ այսքան հանցագործության տակ մտնելուց հետո մարսել հնարավոր չի իսկ սրանք չեն մտածում ուղղակի կատարել բացակայություն կամ այն ես որ ասում եմ անպաշտելիության մթնոլորտը անպաշտելիության զգացումը բթացրել է ամեն ինչը սա մյուս բան ուրիշ հանցագործություն ԱԳՆ-ն 43 միլիոն դրամ 2 օրվա ընդմիջան սեղանի համար ժողովուրդ 2 օրվա ընդմիջման սեղան 43 միլիոն դրամ ԱԳՆ 43 միլիոն դրամ 2 օրվա ընդմիջման այն երկրում որ պարտքով ապրում որ ամեն տարի 1 միլիարդով բարձրացնում է աճում է արտաքին պարտքը որտեղ թոշակ չկա սոցիալական ապահովություն չկա բժշկություն չկա ոչ մի բան չկա դրամաներ չկա լավ ցանկացած մեկը որ լոյալ է վերաբերվում սրանց ես նույնիսկ չեմ ուզում վիճարկեմ իր ով լինել ինքը իմ համար տեղում հանցագործ է տեղում սա անբանը անքննելի որ մասով ուզում ես վերցրա ուզում ես այս բանը եկեղեցու նկատմամբ հանցագործությունը վերցրա ուզում ես սա վերցրա ուզում ես 44 օրյան ինչ ուզում ես վերցրա այսօր Ավստրիայում ասեմ եք ասեմ գրացում կա բանը դեռ մեկը կրակել է 10 հոգի մարդ ասման է դրոցում երրորդյա սուխը հայտարարեց ես հիշեցի որ 15 հոգի Հայաստանում վարվեց սպանվեց հետո վարվեց սուխ չհայտարարվեց ոչ մի սուխ հակառակ Աննա Հակոբյանը միջև ենթաստամոքսային գերձ բացած բերանով նկարներ հրապարակում Թեհրանից Պարսկաստանից ես լավ հիշում եմ այդ օրերը ուրախ որ 15 երեխա է սպանվել ու վարվել սուխ չհայտարարվեց Այսինքն կգոն ցանկացած մեկը որ սրանց ընդունում է լոյալը իմ համար անխոս անքննելի դառնում է հանցագործ անքննելի ես նույնիսկ չեմ էլ ուզում իրան բացատրեմ ինքը ինչի է հանցագործում մերժելի Սա էլ բանը թողել եմ այս տորթի վրա վիշինկեն այս վերջի Սերժ Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց դատարանը վերացրեց երկրից նույնիսկ բացակայելու արգելանքը որպես խափանման միջոց ընտրելով գրավ է 5 միլիոն դրամի Սա լավն է Սա ինչքան ուժ ունեն ծիծաղում են իրենց հետևորդների վրա ինչքան ուժ կա Ես գիտեմ որ հասարակությունը մարդիկ կան որ հավատում են որ դե կոնֆլիկտ կա հավատում են որ հեսա Սերժին պետք է տես բռնեց էլի բռնեց հեսա 7 տարի անց է բայց մեգա Սերժին դատելու են տեսեք բռնեց նույնիսկ ինքը չի կարա ինքը խփի չունի նույնիսկ երկրից դուրս ունես անի բադեն խնդրեմ ընկեր Սերժ գնա դու պրոբլեմ չունես դեռս դու պրոբլեմ չունես 5 միլիոն դրամ ուծել ես 5 միլիոն Չգիտեմ, քանի հոգի դեռս հեքիաթին հավատացող կա։ Եվ ասես, Զելենսկին
քաշեց գծերը, ասեց տարածքի շուրջ բանակցություններ կարող եմ վարել միայն ես ու բացառապես Պուտինի հետ։ Ոչ մի հարավեր, ոչ մի դելեգացիա, ոչ մեկ իրավունք չունի նման բան որոշելու։ Սա էլ եւս մեկ անգամ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, Զախարովան հայտարարում է ուղղելով Մեդինսկում, որը խոսակցության մեջ ասել է, որ Ղարաբաղի բանը տարածքները վիճարկելի տարածքներ են։ Ուղղում է միանգամից Մեդինսկում, որ չէ, Ղարաբաղի տարածքը վիճարկելի տարածք չի, դա ուղիղ Ադրբեջանի բանը մասը։ Ադրբեջանը ինչքան սրանց հեծնում է, ինչքան նվաստացնում է, այնքան ինքը ավելի քաղցր է դառնում։ Դու տենց է, Ռուսի համար ուրիշ բան չկա։ Ռուսի հետ ուրիշ խոսալու ձև չկա։ Նույնիսկ Օրբանն է եկել եզրակացության, որ ռուսները մենակ ուժեղների հետ են հաշվի նստում։ Մենակ ուժեղների հետ։ Իրենք ոչ մեկի հետ հաշվի չեն նստում։ Եթե դու կարողանում ես իրենց գլխին բամփել, աղայ քաղցր ես դառնում միանգամից տեղում։ Սա իրաց մենթալիտետն է, իրաց քաղաքականությունն է արտաքին։ Եվ ոչ միայն արտաքին։ Կալիֆոռնիան էլ դատի ատել Թրամփին, ես հիշում եք, որ ասեցի, Թրամփը վերցրել է Կալիֆոռնիայի նահանգապետին դատի տալիս։ Կալիֆոռնիան էլ Թրամփին է դատի տալիս։ Ինչի է Թրամփին դատի տալիս, որովհետև Թրամփը իրավունք չուներ առանց Կալիֆոռնիայի նահանգապետի հետ խորհրդակցելու, ասեմ ավելի, զորք իրավունք ուներ մտցնելու միայն այն դեպքում, երբ որ Կալիֆոռնիայի նահանգապետը կցանկանար, կպահանջեր դա։ Իսկ Թրամփը թքած ունենա դրա վրա, ինքն է որոշում, երբ որ Կալիֆոռնիայի նահանգապետը անհամաձայնել է, դատի ատվեք նահանգապետին, պատկերացնում եք абսուրդի ժանրը։ Ամեն երկիր փաստորեն իր Նիկոլը ունի։ Ես ինչքան ժամանակ է, երևի առաջի երկրորդ օրվանից եմ ասել, որ Թրամփը Ամերիկայի Նիկոլն է, ու առ այսօր Թրամփը ամեն օր ամեն ինչ անում է, որ ապացուցի, որ ես կաթիլ անգամ չեմ սխալվել դրա այդ որակումը տալու համար։ Այսօր ամբողջ դեմոկրատների, Լոս Անջելեսի դեմոկրատներն էին հաստազրույց տալիս, մեծ հավաք, հաստազրույց չէ, ասուլիս մեղադրում են Թրամփին ուղիղ սահմանադրությունը խախտելու, հանցավոր գործողություններ կատարելու, մի խոսքով անօրինականություններ կատարելու, սահմանադրության դեմ գնալու։ Սա Ռուսաստանն է ռմբակոծում Կիևի բնակելի թաղամասերը, սա Կիևի բնակելի թաղամասերն է։ Ուկրաինան իր Ռուսաստանի ռազմական նշանակության օբյեկտներն է վերացնում, իսկ Ռուսաստանը խփում է ուղղակի բնակելի շենքերին, ինչ արել է 3 տարի։ 3 տարի շարունակ էլ եկեղեցի, էլ ծննդատուն, էլ դպրոց, ամեն ինչ ասում, խփել է ուղղակի բացառապես ժողովրդին վնաս տալու համար։ Իսկ այս հոդվածի մեջ մի ամբողջ բան կա, որ նվաստացած Պուտինի զորքերը մասաներով, պաճկեքով, տուփերով, հազարներով, հարյուրներով լքում են, փախնում են ռազմական ճակատը։ Վերջը մոտ է։ Ես ավել բաներ չեմ ուզում ասեմ, այսօր նույնիսկ պայթեցել էին հերթական քիմիական գործարանը, որ արտադրում է բան, այդ վառելիքը, որ աշխատացնում է հրթիռները։ 3 պայթեցել էին այն գործարանը, որտեղ արտադրում են այդ հրթիռների էլեկտրոնիկան, այսօր պայթեցել են այն գործարանը, որտեղ զտվում է այդ նյութը, մոռացա ասել, որը դառնում է վառելիք այդ հրթիռների համար։ Մի խոսքով, Ուկրաինան պատերազմ իրականացնում է Ռուսաստանի տարածքում գործարաններ ավերելով, Ռուսաստանը մտել է Ուկրաինայի տարածք, ինչ անում 3.5 տարի արդեն, վերացնում է քաղաքի բնակչությանը, շենքերը, չգիտեմ, կառույցները, սա այդ մարդկանց, այդ երկրի ոչն է։ Բան չի մնացել դրանց։
բան չի մնացել ու ես տեսնում եմ անկեղծ ասած։ Եվ վերջում ուզում եմ մի քիչ մեր մի քանի վայրկյան մեր երկրի մասին դիվանենք։ Իմ Հայաստանը ուրիշ երկիր, քաղցր թմբիր է իմ Հայաստանը, անհատ կարոտ է, սրտի անոթ է, ուրիշ աղոթք է իմ Հայաստան, իմ Ես գիտեմ, որ մեր եթերները նայողները մանավանդ նրանք, ովքեր դիմացան միջև վերջի այս վայրկյանները, այս նյութը դիտելուց համաձայն են բոլոր տողերի, բոլոր բառերի հետ։ Սա մանտրայի նման մենք պետք է կրկնենք, ոչ թե նամար, որ մենք կարող է մոռանանք դրա մասին, չէ, դա մեզ օգնում է ուղղակի դուրս գալ այն ընկճախտից, որի մեջ կարող ենք մենք ընկնել ու շատ օբյեկտիվորեն կարող ենք ընկնել ու դրա համար պատասխան կա։ Ինձ շատ գրում են, հարազատ մարդիկ ասում են, որ դեմքս հոգնած է, ես հոգնած եմ, կարող ինձ խնամ բանը, լավ նայելա պետք։ Իհարկե բոլորիս է դա պետք, ոչ մենակ ինձ։ Ես ուղղակի ձեզ չեմ տեսնում, գուցե ձեր վիճակն ավելի դրա մասին շատ բան կասի, քան իմն է։ Ես ուղղակի ձեր հետ կիսվում եմ այդ ձևով, միջոցով, որ ինձ ուժ ու կորով է տալիս։ Սա հենց այս մանտրան է։ Նայենք ուսանող վերջացնի։ Հայաստանը ուրիշ երկիր, քաղցր թմբիր է իմ Հայաստանը, անհատ կարոտ է, սրտի անոթ է, ուրիշ աղոթք է իմ Հայաստան,